Եթերում հեռանկարն է։ Աշխարհը դինամիկ զարգացումների հորձանուտում է, փոխվում են ուժային կենտրոնների փոխհարաբերությունները, փոխվում է անվտանգային ճարտարապետությունը, վերաձևավորվում արդեն առկա դաշինքները։ Ինչպիսի դերակատարում պետք է ունենա Հայաստանը եւ ինչի վրա պետք է հիմնված լինեն Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Այս եւ այլ հարցեր քննարկենք արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի տնօրեն Սոսի Թաթիկյանի հետ։ Շնորհակալություն Տիկին Թաթիկյան մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Եկեք սկսենք Վենսի այցից։ Վենսի այցից շատ ժամանակ չի անցել, բայց նաև շոշափելի չեն դեռևս արդյունքները, բայց ինչպիսի հեռանկար ենք մենք տեսնում այս ամենը։ Վանսի այցը շատ կարևոր էր, նախ եւ առաջ, եթե հիշում եք, անգամ երբ դեկտեմբերին հրապարակվեց Միացյալ Նահանգների նոր ազգային անվտանգության ռազմավարությունը, ես տեսա մեկնաբանություններ, որ ինձ զարմացրեցին, որոնք ասում էին մեր մասին հատուկ չկա նշած այդ ռազմավարության մեջ, այնինչ հակառակը մեր մասին հատուկ կար նշած այդ ռազմավարությունում երկու անգամ առաջին եւ 8-րդ էջերում եւ իհարկե նշված էր որպես հաջողության օրինակ նախագահ Տրամպի դերը հակամարտությունների կարգավորման պարագայում, բայց այդ ռազմավարության մեջ բացի Չինաստանից ու Ռուսաստանից առհասարակ որևէ երկրի մասին նշած չէր, այսինքն նույնիսկ այդ կարգի այդ ձևով նշած լինելը դա բավականին ուշադրության նշան էր։ Եվ սա այս այցը առաջին հերթին ուշադրություն էր, սակայն սա միայն քաղաքական այց չէր, որովհետև այն ուներ նաև շատ շոշափելի արդյունքներ, եւ այդ արդյունքները կարևոր է դիտարկել Ադրբեջանում այցի արդյունքների հանդեպ համատության համատեքստում։ Հիմա այդտեղ հիմնականում կա 3-4 ոլորտ, առաջին ոլորտը դա էներգետիկան է, եթե համատենք Հայաստանի հետ արդեն իսկ կա այդ լիազորությունը միջուկային տեխնոլոգիաների փոխանցման, որը շատ բարդ է Միացյալ Նահանգները տալիս որևէ երկրին միջուկային խաղաղ էներգիայի զարգացման տեխնոլոգիաների փոխանցման, եւ դա շատ շոշափելի արդյունք է։ Ադրբեջանում զուտ էներգետիկայի ոլորտում ամրապնդվել է Ադրբեջանի մշտական դերը, որ Ադրբեջանը ունի հիդրոկարբոններ եւ ինքը էներգետիկ ապահովողի դերում է, այսինքն այնտեղ որևէ նորություն չկա։ Հիմա կանգ առնենք այս մեր միջուկային ոլորտի վրա։ Իրականում ես դեռ 2008 թվականին մի ամբողջ գիրք եմ գրել այս թեմայով, որ Ռուսաստանից անկախությունը կրճատելու կախվածություն տնտեսական եւ անվտանգային եւ քաղաքական կախվածություն կրճատելու համար մեզ անպայման պետք է նոր ատոմակայան, որը ֆինանսավորվի Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի կողմից։ Հիմա մի կողմից դա իրականանում է, մյուս կողմից էլ իհարկե հարցականներ կան։ Քանի որ աշխարհաքաղաքական վեկտորի հարցը կարծես թե լուծվում է, որովհետև Միացյալ Նահանգները արդեն իսկ այդ դերը ստանձնում է, որը թերևս ամենաճիշտ երկիրն է, որովհետև ես կարծում եմ ցանկացած այլ երկիր, հատկապես Ֆրանսիան, եթե նոր ատոմակայան կառուցեր Հայաստանում, դուք պատկերացնում եք, թե Ադրբեջանը ինչ աղմուկ կբարձրացներ, կփորձեր ամեն կերպ դա կանխել ինֆորմացիոն պատերազմում, միջազգային կազմակերպություններում եւ այլն։ Իսկ Միացյալ Նահանգների հետ կապված Ադրբեջանը այդ խիզախությունը չունի։ Այդ տեսանկյունից ամենաճիշտ գործընկերն է ընտրված։ Սակայն կա նաև տեխնիկական պահը։ Տեխնիկական պահը այն է, որ արդյոք այդ փոքր մոդուլյար ռեակտորները համազոր են, համարժեք են իրական ատոմակայանին եւ կարիքները կարող են բավարարել։ Արդյոք դրանք կարող են կարիքները բավարարել եւ ապահովել այն, որ դրանք ոչ թե լինեն շարժական, այդպես բերվեն դրվեն, այլ պահպանվի Հայաստանում այդ տասնամյակների խորհրդային ժառանգություն ստացած այդ տեխնիկական կարողությունները, այդ դա շատ լուրջ հարց է, որը տեխնոլոգիական մակարդակով պետք է դիտարկվի եւ նաեւ այդ մոդուլյար ռեակտորները բերելը դեռ չի նշանակում ավտոմատ մեծամորը փակել։ Դա էլ է հարց, թե մեծամորը մնում է թե ոչ ու արդյոք հետո ես կարծում եմ, որ այս մոդուլյար ռեակտորները ինչ որ տեսանկյունից շատ լավ լուծում են, որովհետեւ մենք այնքան ենք ուշացել նոր ատոմակայան կառուցելու հարցում, որ մենք եթե այսօր սկսեինք իրական մեծ ատոմակայան չենք հասցնի մինչև մեծամորի կյանքի այդ
վերջին շունչը նոր ատոմակայան կառուցել։ Որպես ժամանակավոր լուծում սա իդեալական է, բայց պետք է այնուամենայնիվ մտածել երկարաժամկետ առումով իրական լիարժեք ատոմակայան կառուցելու մասին, եւ դա կարող է լինի նույն Միացյալ Նահանգների հետ կամ թեկուզև Ֆրանսիայի հետ կամ Հարավային Կորեայի հետ, որը հիմա տեխնոլոգիական առումով առաջատար է եւ ավելի էժան տեխնոլոգիաներ է տրամադրում, դա արդեն ապագայի հարց է, սակայն այս պահին սա շատ կարեւոր է։ Եվ երկրորդ հարցն եմ ուզում ընդգծել այդ ռազմական սարքավորումների հարցը, քանի որ դա շատ կարևոր է։ Մեր մոտ բավականին բուրըն այդպես ռեակցիա առաջացրեց, որ այն մեզ տալիս է դրոններ, որոնք ոչ թե այսպես կոմբատ դրոններ են, այլ ավելի հետախուզական դրոններ, այնինչ Ադրբեջանին տալիս է նավեր եւ ինչ-որ պաշտպանական վահաններ եւ այլն եւ այլն։ Հիմա եթե համատենք, ես կարծում եմ, որ առավելությունը միանշանակ մեր կողմն է եւ ինչու, որովհետեւ այդ դրոնները ում դև են։ Բնական է, որ Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման զսպաշապիկ եւ նույն վեսը շատ կարեւոր, իր ամենակարևոր ուղերձներից մեկը այն էր, որ Հայաստանի ամենալավ պաշտպանությունը անգլերեն deterrence-ն է, այսինքն զսպումը, եւ ինքը հենց նկատի ուներ ռազմական սարքավորումները, եւ դա նախ կարևոր քաղաքական ուղերձ էր, հենց Ադրբեջանին ուղղված։ Իսկ ինչ վերաբերվում է այդ նավերին, որը Ադրբեջանը ստացավ, դա միանշանակ մեր հետ որևէ առնչություն չունի, որովհետև մենք ծովային սահման բնականաբար Ադրբեջանի հետ չունենք եւ դա միանշանակ Ադրբեջանի, ռուսական կամ իրանական հնարավոր ինչ-որ սադրանքներից պաշտպանելու համար է։ Հետևաբար ես կարծում եմ, որ այնտեղ մենք անհանգստանալու բան չունենք, իսկ այդ վահանները եւ այլն դրանք այդ բարձր տեխնոլոգիաները չեն։ Այն ինչ տրվել է մեզ դրոնների իմաստով, շատ ավելի բարձր տեխնոլոգիա է եւ երրորդը արհեստական բանականությունը, այն ինչ մեզ տրվում է դա արդեն շատ լուրջ է, այո, ճիշտ է, որ մեր մոտ չիպեր չեն արտադրվելու, դա թյուրն բռնում էր, բայց մեր մոտ չիպեր բերվելու են եւ այդ դատաների կենտրոնն է, տվյալների կենտրոնն է լինելու մեծ, որի համար նախ եւ առաջ պետք է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա, որի համար էլ մեզ պետք է լրացուցիչ այդ ատոմային միջուկային էներգիայի օգտագործում եւ Ադրբեջանը դեռ շատ հեռու է, իրենց մոտ ադրբեջան-ամերիկյան փաստաթղթերում ուղղակի նոր նախանշվել է արհեստական բանականության ոլորտում համագործակցություն, սակայն դա որևէ շոշափելի նյութական տեսք դեռ չի ստացել եւ հայտնի չէ կստանա թե չէ, եւ դրա համար էլ Ադրբեջանը այսպես ակնհայտ է, որ Ադրբեջանի մոտ կա անհանգստության նշաններ եւ դրա համար էլ Ադրբեջանը Իսրայելի հետ է փորձում այդ բացը լրացնել։ Իսրայելի հետ երկկողմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել շաբաթներ առաջ, որպեսզի այդ ոլորտում համագործակցեն։ Սովորաբար Հայաստանի եւ Ադրբեջանին կարծես վերաբերվելիս պարիտետը փորձում են պահել։ Այս դեպքում փաստորեն տարբերակումը տեսնում եք դուք։ Գիտեք ինչ, ես չի ասի, որ պարիտետը խախտված է։ Ես այդպես էյֆորիկ վերլուծություն չի անի։ Ես կասեի, որ Միացյալ Նահանգները բավականին հմտորեն տարբերակել է, հենց ճիշտ բառը հենց տարբերակելն է, որովհետեւ մեր վտանգը Ադրբեջանն է։ Փաստորեն մեզ տրամադրվել է տեխնոլոգիա, որը մեզ զսման ուժ է կատարելու Ադրբեջանից պոտենցիալ սպառնալիքների համար, իսկ Ադրբեջանին տրամադրվում է ռազմական տեխնոլոգիա, կոնկրետ նավեր, որոնք Ադրբեջանի պաշտպանելու են ռուսական եւ իրանական պոտենցիալ սպառնալիքից։ Այսինքն իրականում շատ պարիցետային է, բայց տարբերակված պարիցետային, իսկ այ միջուկային էներգիայի հետ կապված ես կարծում եմ, որ դա մեր համեմատական առավելությունն է տարածաշրջանում, այնպես ինչպես Ադրբեջանի համեմատական առավելությունը նավթ ու գազ ունենալն է, մերն էլ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման այդ ժառանգությունն է եւ տեխնոլոգիան եւ ունակությունները, որտեղ դրանք տասնամյակների ընթացքում են ձեռք բերվում, որ մենք անպայման պիտի պահպանենք եւ այո, այնինչ Միացյալ Նահանգները այս պահի մեզ տրամադրելու է, այս պահի համար գոնե կարճաժամկետ իդեալական լուծում է։ Երկարաժամկետ առումով ես այնուամենայնիվ կցանկանայի, որ մենք ունենանք լիարժեք նոր ատոմակայան, որը կրկին անգամ կամ Միացյալ Նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հարավային Կորեայի այդ տիպի որևէ երկրի կողմից կառուցվեր։
Աշխարհը դիտարկենք ավելի լայն համատեքստում։ Սովորաբար Դավոսի տնտեսական համաժողովը լինում է արտաքին քաղաքական առաջնահերթությունների այդպես մեկնարկը։ Այս տարի կարծես թե նշվեց, որ հին աշխարհակարգը այլևս չկա եւ նորը պիտի ձևավորվի։ Եվ այդ հակասությունների համատեքստում ինչպես ենք տեսնում Հայաստանի դերակատարումը եւ ինչպիսին պիտի լինի արտաքին քաղաքականություն։ Այստեղ մի քանի հարց կա մի հարցի մեջ։ Հին աշխարհակարգը իրականում վաղուց էր սկսել փլուզվել։ Այնինչ հիմա միանշանակ մեղադրում են Միացյալ Նահանգների նախագահ Թրամփին, նա փաստորեն դարձավ դրա կատալիզատորը կամ կորպորատ աշխարհում disruptor բառը կա, այդպիսի դեր կատարեց, որ դա մի տեսակ ջրի երես հանեց։ Իրականում այդ աշխարհակարգի, լիբերալ աշխարհակարգի ամենակարևոր դրսևորումներից մեկը օրինակ ՄԱԿ-ի խաղաղապահությունն էր, ՄԱԿ-ի վերջին խաղաղապահ առաքելությունը եղել է այն առաքելությունը, որում ես եմ աշխատել 4.5 տարի եւ որը հիմնադրվել է 2013 թվականին։ Այդ փաստորեն 13 տարի ՄԱԿ-ը նոր առաքելություն չի լիազորել, քանի որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դա հաստատի եւ այնտեղ այն աստիճան է աշխարհակաղակական բևեռայնացումը, որ միշտ մի երկիր վետո է անում եւ այդ երկրներից առաջինը միշտ եղել է Ռուսաստանը, երկրորդը միշտ եղել է Միացյալ Նահանգները։ Ֆրանսիան իր վետոն արդեն տասնամյակներով չի օգտագործել իր վետոյի իրավունքը։ Հիմնականում Ռուսաստանը ու Միացյալ Նահանգներն են։ Հիմա Դավոսին անդրադառնալով այնտեղ իհարկե շատ հետաքրքիր դրսևորումներ կային, որի մասին կարելի է ժամերով խոսել, որը մենք չունենք։ Այնտեղ հիմնականում եվրոպական գիծներ, նախագահ Մակրոնի եւ մյուսների, որը եվրոպական ռազմավարական ինքնավարության վրա է շեշտը դնում, որ Եվրոպան պետք է կարողանա իր անվտանգությունը հոգալ իր սեփական ուժերով, միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այնտեղ այդ Լուսանսկներում հակասական հայտարարություն արեց, որը ասեց, որ դա առասպել է եւ դա անհնար է առանց Միացյալ Նահանգների, որը նույն եվրոպական երկրների շրջանում բավականին հակասական ռեակցիա առաջացրեց, այնտեղ Կանադայի վարչապետի ելույթը շատ աչքի ընկավ եւ նրա ասած փաստորեն ինչ էր, որ քանի որ աշխարհակարգը փլուզվում է եւ իրականում այդ աշխարհակարգը վաղուց ի վեր գոյություն չունի եւ մի տեսակ արևմտյան այսպես հիպոկրատիա էր, որ մենք ձևացնում ենք, որ այդ աշխարհակարգը գոյություն ունի, երբ այն արդեն իսկ փլուզվել էր։ Այդ կոնտեքստում նա առաջարկեց, որ միջին պետությունները, միջին հզորության պետությունները միմյանց հետ համագործակցության ինչ որ ձևաչափ ստեղծեն։ Եվ հիմա այդ հարցը շատ է քննարկվում, սա ես չեմ կարծում, որ մեր համար նպաստավոր է, այն առումով, որ Ադրբեջանը փորձել է հատկապես երկրորդ պատերազմում հաղթանակից հետո իրեն դիրքավորել որպես միջին հզորության պետություն։ Իսկ մենք չենք կարող, որտեղ մենք փոքր պետություն ենք եւ այս պահի մեր կարողությունները հաստատ միջին պետության չեն ձգում մեր չափը, մեր դեմոգրաֆիան, մեր տարածքը եւ այլն։ Այս առումով մենք պետք է զգուշ լինենք, որ հանկարծ մենք չմնանք ինչ որ Լուսանսկում, բայց իրականում, եթե մենք իրականում նայենք, ես կասեի, որ այն դիրքավորումը, որը մեզ այս պայդրությամբ հաջողվել է այս ծայրահեղ բարդ, տասնամյակներ շարունակ երևի ամենաբարդ աշխարհակաղակական իրավիճակում, գլոբալ առումով, հրաշքի նման մի բան է։ Ես կասեի, որ մենք լարախաղացություն ենք անում եւ առայժմ բավականին հաջող։ Մենք փաստորեն հիմա այդ բևեռների մեջ, որ բոլորը ունեն միմյանց հետ հակասություններ, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, որտեղ առաջ եթե Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կոլեկտիվ արևմուտք էր, հիմա այդ կոլեկտիվ արևմուտքը այլևս գոյություն չունի, որը շատ ավելի է բարդացրել, քանի որ եթե առաջ անդադ մեր առջև էսպիսի դիլեմա էր ընտրել արևմուտքի ու Ռուսաստանի, արևմուտքի ու Իրանի միջև, հիմա մենք պիտի նույնիսկ այնպիսի իրավիճակների կարող ենք հանգել, որ դժվար լինի հավասարակշռել Միացյալ Նահանգների ու Եվրամիության միջև կամ հակասությունները այս պայդրությամբ Ֆրանսիայի, մեր բարեկամ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հակասությունները այնքան են սրվել, որ Ֆրանսիան Միացյալ Նահանգների դեսպանին, որը նաեւ իր փաստորեն
աղջկա ամուսնու հայրն է, այո, խնամին է, ուրեմն դուրս է հրավիրել և նա չի էլ ներկայացել այդ, որը դիվանագիտական առումով շատ հակասական է։ Մենք այս առումով պետք է շատ զգուշ լինենք, որովհետև մենք այդ բոլորի հետ միաժամանակ հաստատում ենք ռազմավարական համագործակցություն, որը իմիջի այլոց դեկորացիա չի, որը և Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ առաջիկայում նախատեսվող, բայց դե ֆակտո արդեն գործող ռազմավարական համագործակցությունը իրական համագործակցություն է, իրական բովանդակությամբ։ Եվ այստեղ կարող են հանգել այնպիսի իրավիճակներ, որ կարմիր գծերի բախման հարց լինի։ Սա է լինելու հիմնական ռիսկը։ Ես երկրորդ ռիսկ եմ տեսնում, բայց երևի ժամանակ չմնաց այդ մասին խոսել։ Խոսենք ամեն դեպքում այդ երկրորդ ռիսկի մասին, բայց այստեղ նաև ավելացնեմ հետևյալ հարցը, որ մենք այդ հակասությունները տեսնում ենք նաև խաղաղության խորհրդում, որը ձևավորվում է եւ որին միացել է Հայաստանը։ Այստեղ ռիսկերն ու հնարավորություններն ինչպիսին են։ Շատ բարդ հարց է իրականում, քանի որ դա հակասական մարմին է, դիտում է որպես ՄԱԿ-ի երկընտրանք, որը ստեղծում է նախագահ Տրամպի կողմից եւ հայտնի չէ դրա մնայունությունը, թե արդյոք այն կգոյատևի, եւ դրան նախորդեց Միացյալ Նահանգների 60-ից ավելի ՄԱԿ-ի մարմնից ու այսպես փաստաթղթերից դուրս գալը եւ նաեւ ՄԱԿ-ին անդամավճար չմուծելը, որը ՄԱԿ-ը շատ թույլատրել է եւ ՄԱԿ-ը փաստորեն այսօր կանգնած է հսկայական ճգնաժամի առջեւ։ Եվ ՄԱԿ-ի կարևորագույն ոլորտները, օրինակ նույն խաղաղապահությունը։ Մի կողմից էլ, եթե մենք նայենք զուտ մեր շահերի պրագմատիկ տեսանկյունից, ՄԱԿ-ի խաղաղապահությունը ցավոք մեզ չի օգնել։ Ինչու չի օգնել, դա ՄԱԿ-ի մեղքը չի, այլ կրկին անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշտական անդամ հանդիսացող երկրների միջև հակասությունները, որտեղ ՄԱԿ-ը ինչ է, ՄԱԿ-ը դա քարտուղարությունը կատարում է այն, ինչ ինքը ստանում է անվտանգության խորհրդից, այնտեղ միշտ Ռուսաստանի գործոնն է եղել եւ այլն եւ այլն, եւ մենք պատճառ չունենք այսպես բոյկոտելու ու հավատարմությունը պահելու։ Մյուս կողմից էլ միանշանակ է, որ եվրոպական երկրներին, Եվրամիությանը, Ֆրանսիային կարող է դուր չգալ, բայց միաժամանակ գիտեք, ինձ թվում է Ուկրաինայի ու Վրաստանի իրադարձություններից հետո նույն Եվրամիությունը իմ ըմբռնմամբ ավելի պրագմատիկ է դարձել, որովհետև այդ երկրորդ ռիսկը ես դա եմ ասում, այդ արժեքների համակարգի հանդեպ լոյալությունը, որը մենք որպես փոքր պետություն այս դժվար աշխարհակաղակական իրավիճակում հիմա այլևս այդ արժեքային համակարգից մի քիչ շատ ենք դարձել պրագմատիկ ու ռեալպոլիտիկ եւ հաճախ դա բախվում է այդ արժեքների համակարգի հետ։ Սակայն իրականում դա զուտ Հայաստանի խնդիր չէ, դա համընդհանուր խնդիր է եւ ես կարծում եմ, որ նույն Եվրամիությունը եւ Ֆրանսիան հասկանում են, որ Ուկրաինայում ու Վրաստանում այդ արժեքների համակարգի վրա շեշտը շատ դնելով հանգեցին շատ դժվարին իրավիճակի եւ կարծում եմ, որ այս պահին նույնիսկ իրենց էլ է ձեռնտու, որ Հայաստանը այսպես մի տեսակ մանևրելու միջոցով չեզոքացնի ռիսկերը, նվազեցնի ռիսկերը եւ կարողանա մանևրել հավասարակշռություն պահպանել, որպեսզի խուսափի նոր հակամարտությունից, թե Ադրբեջանի հետ, թե Ռուսաստանի հետ եւ Միացյալ Նահանգները այս պայմանությամբ դարձել է այն գլխավոր դերակատարը, որը Հայաստանին կարողանում է այդ հարցում օգնել, Ադրբեջանի հարցում, քանի որ Ադրբեջանը մյուս դերակատարներին, սկզբում Ֆրանսիային, հետո Եվրամիությանը չեզոքացրեց, ապա լեգիտիմացրեց հենց արժեքային համակարգի վրա հիմնվելով։ Ու դրա համար ինձ թվում է, որ մեր քաղաքականությունը ընդհանուր առմամբ ընկալելի եւ հասկանալի է դերակատարների համար եւ ես հույս ունեմ, որ մենք կշարունակենք դառնալ այդ Տրամպի հակամարտությունների կարգավորման հաջողության շոուքեյզը, որտեղ այս պայմանությամբ իրականում այդ 7-8 հակամարտությունը, որը Տրամպը նշում է, ամենաակնհայտ հաջողությունը եղել է Հայաստան-Ադրբեջանը։ Եվ հենց դրանով է պայմանավորված
ըստիս Միացյալ Նահանգների հետաքրությունը մեր հանդեպ, որովհետև իրենք կարող են անընդհատ մեզ մեջ բերել որպես հաջողության օրինակ, իսկ Տրամպի վարչակարգին այս պահին պետք է այդ հաջողության օրինակը։ Իհարկե հարցերը դեռ շատ են, բայց ժամանակը սպառվում է, մեկ այլ անգամ խոսելու հնարավորություն կունենանք։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ, իմ զրուցակիցը Սոսի Թաթիկյանն էր։